Մեր փրկին Տեր Հիսուսյանով ողջունեմ ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ուր որ ալ գտնվիք, թող Աստծո օրհնությունը հանգչի յուրաքանչյուրիդ վրա, եթե ընտանիքներ ունիք, ձեր ընտանիքներուն վրա, զավակներուն, թորներուն, եւ Աստծո փառք կուտանք, որ այսօր անգամ եւս իր խոսքը մեր ցերքին գսերտենք, գխորհրդածենք, որ առաջին Թեսաղոնիկեցված նամակն է, որ ամեն ուրբաթ միասնաբար գսերտենք, հավատացյալը Աստծո խոսքը ոչ թե միայն պետք է գարթա, հապա նաև սերդե, բրբդե եւ կարելիղածին չափով հասկանալու դրամատրություն ունենա։ Այնպես որ այս կնենք մենք ալդերոջի շնորհքով գճանանք Աստծո խոսքին բացատրությունը տալ, հասկանալի դարձնել, աստվածային ճշմարտությունները գիտնալ եւ այսպեսով գիտակցությամբ Տեր Հիսուսի հետ քալենք եւ ոչ թե գույրորեն։ Այնպես որ Աստծո փառք կուտամ, որ այս սերտողությունները կամ այս նամակներուն մեկնությունը, բացատրությունը մեծ օրհնություն կդառնա, շնորհակալ եմ անոնցմե, որոնք հերացայինորով իրենց շնորհակալությունները գայտնեն, ուրախ եմ, որ ձեր հավատքը գաճի եւ ողջամիտ վարդապետության վրա գշինվի, ինչ որ այս է մեր նպատակն, որպեսզի աչեն ցախեն ամեն հովերը դարուբերված չլանք, հապա մեր միտքը առողջ չլա եւ հասկանանք այն ճշմարտությունները, որ Աստված հայտնած է իր խոսքի միջոցով։ Ուրեմն Տերոջը շնորհքով պիտի շարունակենք 11-րդ համարեն սկսյալ առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխն է։ Հոսքը սարակյալը եւ չանք անեք, որ հանդարտ կենակ ու ամեն մեկը իր կորձը կորձե ու ծեր ցերկերովը աշխատիկ, ինչպես ցեզի բադվիրեցինք, որբեսի թուրսիներուն հետ բարգեշտությամբ վարվիկ ու բանիմը գարոտ չլակ։ Այս խոսքերը արաքյալը գուղ է այն հավատացյալներուն, որոնք չէին կորձեր, պատճառ ներկայացնելով, թե Հիսուս շուտով պիտի վերադառնար, ուստի ինչու աշխատիլ, որով ձուլությամբ բռնված թադարգախոսությամբ կսպաղվեին եւ թադարգաբորդ ըլլալով ուրիշներու կորձի միջամուխ կդառնային։ Այսպես անոնք եկեղեցին վրա փեր կլային։ Հիսուսի երկրորդ քալուստը պետք է մեզ գանգնեցնե կորձելը եւ խուսափելու անհատական ու ընտանեկան ծրագիրներ մշակելու, անշուշտ ոչ։ Անոր համար արաքյալը գսե ամեն մեկը իր կորձը կորձե եւ երկրորդ նամակի մեջ գսե ան որ չուզեր կորձ կորձել հացալ թող չուդե։ Բողոս հիշյալ տասագարկի պատկանող մարդոց գուզեր հավասարակշռության մեջ բայել, որբեսի թուրսիներուն, ինչպես գարտացինք համարի մեջ, անհավատներուն, թուրսիներուն կողմէ հարկվին եւ անոնց հանդեպ բարգեշտ վարմունք ցուցաբերեն։ Երբ մեկը ձույլ է ու չկորձեր իր ապրուստը ապահովելու համար, ուրիշներուն փեր պիտի դառնա եւ այս շղթական ածեցություն պիտի թողե։ Ձուլությունը հավատացյալին անվայել է ու ողջամիտ վարդապետության հագարակ է։ Երկու համարներ գարտանք Եփեսացիս 4:28-ի մեջ գսե. Ան որ քողություն գներ, ալ թող չքողնա, այլ մանավանդ աղեկ կորձիմը բարաբելով իր ցերքերով աշխատի, որբեսի կարող լա դալ գարոտ կամ գարոտ եղողին։ Արագած քիրքի մեջ ալ իմաստունը ձույլին գոչ կնե ասելով 6:9-ի մեջը, ով ձույլ մինչև երբ գբարգիս, քունետ երբ պիտի արթնաս։
Ցավալի երևույթի մագանադես դառնալով հանդարտ գենակ խոսքերը, որ մենք կարդացինք քիչ առաջ, կարելի է վերագրել նաև այն տասագարկի հավատացյալներուն, որոնք քիշերը ծորեգին հետ խառնելով գաշխատին միայն ու միայն թրամ թիզելու համար։ Այդպեսիներ հանդարտ գենան ու հավասարակշռությունի չգործնցնեն ծայրահեղ վիճակներու մատնվելով։ Թիզելու համար գինը եւ զավակները երեսի վրա ցկել երբեք խոհեմություն չէ։ Առաջին Տիմոթեոս 6-րդ գլուխ համար մգ արաքյալը հոնգսե, ուրեմն առաջին Տիմոթեոս 6 պիտի գարտամ 9-10։ Բայց անոնք, որ հարստանալ գուզեն, գինան փորձության ու որակայթի եւ շատ հիմարական ու վնասակար ցանկություններու մեջ, որոնք սադագումի ու գորուստի մեջ գնգղմեն մարդիկ, վասնզի ամեն չարություններուն արմատը արձած սիրություն է, որու մեկ քանիները անցնադուրը լալով հավատքեն մոլորեցան ու ինքզիկնի շատ սավերով խոցեցին։ Ցավալի երևույթ ասի փյուրավոր մարդոց, որոնք կուզեն վարգյամ առաջ շուտով հարստանալ եւ ինքզինքնի շատ ցավերով գխոցեն։ Գարտանք 13-րդ համարնալ գսե չեն գուզեր եղբայրներ, որ դքեդը լակ նչեցյալներուն վրայով, որբեսի չդրտմիկ ինչպես ուրիշները, որոնք հույս չունին։ Արաքյալը սրբության եւ սիրո մասին խոսել է յետք։ Այս համարեն սկսյալ հավատացյալներու սրդերը գուղե թեպի Քրիստոս, որ հարություն արած է, ու այդ հիման վրանոց ունեցած հույսին ճշմարիտ ըլլալը գահաստատե։ Թեսաղոնիկեի հավատացյալները մեռնող իրենց հավատագիցներուն ճակատագիրով դարագուսանքի մատնված ու դրտմած էին եւ դքիդություն ունեին անոց հոգվույն ապահովության առնչությամբ եւ արաքյալը գճանա այդպեսներուն միտքերը խաղաղեցնել։ Արաքյալը փարմը գործած է իրենց մեկնող սիրելիներուն վրայով զանոք կոչելով ննչեցյալներ, որ կնշանակե քնացողներ։ Հավատացյալը երբ կմեռնի, ան ժամանակավորապես կքնանա, կննչե, մինչև որ փողը հնչվի եւ անապագանացու մարմինով հարություն առնե, ինչ որ հաջորդ համարներու մեջ Պողոս այս գեդը կշոշափե։ Եթե գարտանք առաջին Կորինթացոց 15-րդ գլուխին 51-ին 54 համարները գսե. Ահա ցեզի խորհուրդ մը գզուրուցեմ, ամենս պիտի չննչենք, բայց ամենս ալ պիտի փոխվենք։ Հանգարձակի աչկոցել բանալու մեջ վերջին փողին հնչվելու ադենը, որովհետև փողը պիտի հնչե ու մերելները հարություն պիտի առնեն առանց ապագանության, եւ մենք ալ պիտի փոխվենք։ Վասնզի պետք է որ այս ապագանացու մարմինը անապագանություն հագնի ու այս մահկանացուն անմահություն հագնի, բայց երբ այս ապագանացու մարմինը անապագանություն հագնի եւ այս մահկանացուն անմահություն հագնի, այն ադեմ պիտի կատարվի այն խոսքը, որ գրվեցավ, թե մահը հաղթության մեջ ընկղմեցավ։ Աստված սիրելիներ, գուզե որ մարդը գիտնա թե ուր պիտի անցնե իր հավիտենականությունը։ Ան չուզեր որ մարդը դքեդը լա այս առնչությամբ։ Անոր համար իր արաքյալները ներշնչեց, որբեսի անոնք խոսին ու քրեն ննչեցյալներուն վրայով։ Թեսաղոնիկեցված բարակային դքեդ էին եւ Պողոս չհանդիմանեց զանոնք իրենց դքիդության եւ դրտմության համար, որովհետեւ հիշյալ եւ ուրիշ ճշմարտություններ հայտնված չէին դակավին։
Սակայն այսօր, որ հայտնված է այս փառավոր ճշմարտությունը, դակավին քրիստոնյաներու մեծամասնությունը դքետ են ննչեցյալներուն վրայով։ Անոնք գլսեն այս փառը, երբ թաղման արարողության ներկա գտնվին, սակայն չեն հավատար ըսված խոսքին։ Դժբախտաբար ոչ թե միայն ննչեցյալներուն վրայով դքետ են մարդիկ, հապա նաև շատ մը ճակատագրական ճշմարտություններու վրայով զորս Աստված հայտնած է իր խոսքին մեջ։ Հավատացյալը, որուն սրտի մեջ Քրիստոս կթագավորե, գննչե հարության հույսով։ Անոր համար գսի առաքյալը չդրտմիկ ինչպես ուրիշները, որոնք հույս չունին։ Որոնք են ուրիշները, հույս չունեցողները։ Կան մարդիկ, որոնք հույս չունին։ Այո, լեցուն։ Ինչպեսի մարդիկ են անոնք, որ հույս չունին։ Չարեր են, շնացողներ են, մարդասպաներ են, հայհույողներ են, սդախոսներ ու քողեր են։ Ոչ թե միայն այս հիշյալ դասակարգի պատկանողներ են, հապա նաև բարիներ, ազգասերներ, եկեղեցասերներ, նյութապես դվողներ, մրջունի վրա չգոխողներ նաև հույս չունին հավիտենական կյանքին նկատմամբ։ Հույս չունեցողներ միայն չար մարդիկ չեն, այլ մարդկային ակնոցով դիտված բարի մարդիկ ևս հույս չունին։ Անոնք, որ հավիտենական կյանքի հույսը չունին իրենց սրտի մեջ, վստահ ու գիտակից չեն, որ հետ մահու Քրիստոսի հետ պիտի լան, անապականացու մարմիններով դժբախտ արարածներ են։ Այդպեսիներ սուտ մխիթարությամբ ինքնին կմխիթարեն ըսելով մարդը չի գիտեր, թե ուր պիտի անցնե իր հավիտենականությունը, այդ միայն Աստված գիտե։ Այս դասակարգի մարդիկ կգոչվին չեմ գիտերյաններ։ Ասոնք ինքնին փիլիսոփա եւ գիտնական կներկայացնեն, այնպես մը կխոսին, որպես թե ամեն բան գիտեն, սակայն երբ աստվածային ճշմարտություններու շուրջ խոսիս, Աստվածաշունչի մեջ հայտնված ճակատագրական հստակ ճշմարտություններ ցույց տաս, գսեն չեմ գիտեր։ Այսպես չեմ գիտերյան գթարնան, ասի իսկական ողբերգություն է։ Որևէ բանի մեջ դգիտությունը լավ չէ։ Դգիտությունը դրդմություն եւ շվարում հարաճ կբերե, իսկ գիտությունը վստահություն կներշնչի։ Բողոս եւ Պետրոս առաքյալները աղոթք կմատուցանեն, որպեսզի հավատացյալներ աճին գիտության մեջ։ Արակմը մի քանի համարներ գարտամ ցեզի։ Եփեսացիս 1:8 հոնգսե զոր մեր վրա ավելցուց փորոր իմաստությամբ ու գիտությամբ։ Նաև 17-րդ համարը գսե որբեսի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը բարած հայրը դա ցեզի իմաստության ու հայտնության հոգին իր գիտությունով։ Ինչ գեղեցիկ համար է։ Իսկ Փիլիպեցիս 1:9 մեջտալ համար մգա գարտամանալ ցեզի Փիլիպեցիս 1:9 գսե եւ այս աղոտ կգնեմ, որ ծեր սերը հետը զեդե ավելի շատնա գիտությունով ու բոլոր ընդրողությունով։ Գողոսացիս 1:9 գարտամ գսե անոր համար մենք ալ այն օրվնե որ լսեցինք չենք թաթարիր ցեզի համար աղոտ կնելե ու խնդրված մատուցանելե որ գադարյալը լակ անոր գամքին գիտությունով բոլոր իմաստությունով ու հոգևոր հանճարով։ Իսկ երկրորդ Պետրոսի նամակի մեջ ալ կգարտանք 3-րդ գլուխ 18-րդ համար գսե հաբա աճեցեք
մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքով ու քիդությունով։ Հետևաբար, երբ սիրելիմը մեզ մեկը բաժնվի, մազերնից չենք պետք, ոչ ալ մեր ծնած օրվան անեց կգարտանք, որովհետև գիտենք, որ մեկնող սիրելին ննչած է։ Անոր բաժանումը ժամանակավոր է, հույս ունենք, որ զինք պիտի տեսնենք, երբ բոլորս անապագանացու մարմին հագնենք ու ըլլանք մեկ դեղ, ըլլանք անոր հետ, որ ասավ, ուր ես եմ, թուգալ հոն պիտի ըլլակ։ Ինչ երանելի վիճակ եւ ճշմարիտ հույս է այս, որովհետև այս հույսը հարուցյալ Քրիստոսի վրա հիմնված է ու ոչ թե մեռած մարդումը։ Պողոս առաքյալ երջանիկ հույս կգոչե Դիդոս 2:13։ Փառք կտանք այս ճշմարտություններուն համար, որ Աստված հայտնած է, բայց ցավալին այն է, որ մարդիկ չեն գարտար, սուրբիկ չեն գարտար։ Այնպես որ բավարարվենք այս կայնով, եթե Տերը գամի, քալուրպատ կշարունակենք, թող Տերոջը ներկայությունը ձեզ յետլա եւ ամեն օր ձեր հույսը նորոգե, ձեր հավատքը ամրապնդե եւ այսպեսով ապրենք բոլորս միասին այն կյանքը, որուն համար կանչվեցանք, իբարս երրորդության։ Ամեն։